Շնորհակալություն հանձնարարման համար, իրականում առաջին մասով, ժամկետի մասով ես միշտ եմ նշում, որ անշնորհակալ գործ է որևէ ժամկետ նշելը, որովհետև ժամկետի հետ կապված որքան ես որ Հայաստանի Հանրապետության ամբողջ պրոցեսն ապահովի, այդուհանդերձ եվրոպական կողմի դիրություն է գտնում որոշման կայացումը, սա տրամաբանական է եւ ստանդարտ է, որևէ նորություն չկա Հայաստանի Հանրապետության դեպքում, բայց Հայաստանի Հանրապետության կողմից բնականաբար մեծ աշխատանք կա տանելու եւ ես որպես հայկական կողմի գլխավոր բանակցող այս մասով մեր թիմի առջեւ նաեւ խնդիր ունեմ դրված, որ երկխոսության մեկնարկից հետո մենք հնարավոր սեմ ժամկետում պիտի ապահովենք որակով եւ բաճոճ կերպով բոլոր գործողությունների կատարումը եւ 2-3 տարվա կտրվածքով ենք մեր առջեւ խնդիր դրել այս process-ը ապահովելու, ընդ որում ես չէի հավակնի նմանատիպ նույնիսկ ժամկետ հնչեցնելու, եթե պայմանական այս պայմանական կենսաչափական համակարգի ներդրման արդեն վերջին փուլում չգտնվեին։ Սա իհարկե մեր ներքին ժամկետներն են։ Բնական է, որ մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի այս ժամկետները գնալով ավելի կրկնվեն, փորձենք ավելի սեր ժամկետում կատարել բոլոր միջոցառումները, բայց այդուհանդերձ ես ուզում եմ չմոռանանք, որ մենք պիտի այս process-ն ապահովենք որակով եւ բաճոճ կերպով եւ չգեներացնենք տարբեր ռիսկեր եւ եվրոպական կողմը եւս պիտի վստահ լինի, որ այն բոլոր գործողությունները, որոնք որ կատարված են, դրանք սկզբունքային, այսպես ասեմ, հենքի վրա դրված գործողություններ են եւ դա պիտի թույլ տա եւ վստահություն տա գործընկերներին կայացնելու համապատասխան որոշումը, բայց տեսնում եք, որ մենք այս պայմանությամբ անգամ մեր ակնկալիքից ավելի սեմ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, երբ որ երկխոսության մեկնարկից հետո շատ կարճ ժամկետում ենք ստացել գործողությունների ծրագիրը, ընդ որում գործողությունների ծրագրից հետո չնայած նրան, որ վերջերս ենք ստացել գործողությունների ծրագիրը, բայց եվրոպական կողմը կարևոր ընդգծումներ է կատարել մեր առաջընթացի մասով, ընդ որում ես նորից եմ ուզում շեշտել, այնպիսի զգայուն թեմաներով ենք առաջընթացի տեմպեր գրանցել, ինչպիսին կենսաչափական համակարգի ներդրումն է, սահմանների կառավարումն է, միգրացիոն եւ ապաստանի վերաբերող հարցերն են եւ ես ուզում եմ նորից բացաբանել նաեւ մեր քաղաքացիների համար, որ առաջընթացի տեմպեր նշանակում է արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալում էր այս փուլում եւ կարծում եմ այս դրական նոտայով մենք պիտի կրկնակի դարձնենք մեր ջանքերը եւ գնանք հետեւողականորեն բոլոր գործողությունների իրացման ճանապարհով։ Ինչ վերաբերում է արտահոսքին եւ դրա հետ կապված տարբեր ռիսկերին եւ տարբեր քննարկումներին, ես նաեւ հանրային դիրույթում տարբեր մտահոգությունների եմ հանդիպել տարբեր երկրների մասով, այդ նաեւ այն երկրների մասով, որոնց հետ Հայաստանն այս պետությամբ կարգավորում է իր հարաբերությունները, բայց ուզում եմ փաստել, որ եթե մենք եւ նաեւ եվրոպական կողմը ընկալել եւ գնահատել, որ կան արտագաղթի ռիսկեր, ես վստահեցնում եմ, որ մենք այս կետին ուղղակի չէինք հասնում։ Սա ուզում եմ հստակ արձանագրել, որովհետև սրա համար ինձ ինքն տալիս մի քանի փաստեր, հիմնվում եմ այդ փաստերի վրա, առաջինը, որ 2025 թվականը առաջին տարին է, որ մենք միգրացիոն ոլորտում արձանագրել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի եւ ելքերի դրական տարբերություն, դրական միգրացիոն սալդո, որը կազմել է 8660, այսինքն եթե խոսեինք արտագաղթի ռիսկերի մասին, մենք կշարունակեինք բացասական դինամիկա արձանագրել այս ոլորտում։ Երկրորդը, որ մենք Եվրոպական միության հետ բնականաբար ռեադմիսիոն տարբեր համաձայնագրեր ունենք, որի շրջանակներում, որ մենք արձագանքում ենք ցանկացած անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում Եվրոպական միության տարածքում գտնվող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության եւ հայտերը պիտի ասեմ, որ գերակշռ մեծամասնությունը դրական է, այսինքն մենք դրական ենք արտահայտել եւ գտել ենք, որ պիտի ստանձնենք այդ հանձնարարությունը հետ ընդունելու մեր քաղաքացիներին։ Սա եւս կարծում եմ գործընկերների մոտ կառուցողական գործընկերության տրամադրվածությունն ավելի ամրապնդել է, որովհետեւ մենք չենք հավակնում մտածելու, որ այս process-ը պիտի թույլ տա հակառակը ավելի ընդլայնելու այն անկանոն հոսքերը, որոնք որ կարող են պրակտիկորեն առաջանալ։ Սա երկրորդ փաստարկը։ Եվ երրորդ փաստարկը, որ ուզում եմ հատուկ ընդգծել, դա այն է, որ մենք նաև ուշադրություն ենք դարձնում Եվրոպական միություն գնացող ապաստանի հայցերին,
Եվ մի քանի թիվ եմ ուղղակի ուզում հնչեցնել, որոնք որ կարծում եմ ակնհայտ կդարձնեն, որ այս բոլոր խոսակցությունները արտագաղթի մասով ուղղակի առարկայազուրկ են։ 2016 թվականին այս առումով ունեցել են բավական անցանկալի ցուցանիշ, Եվրոպական միությանը Ապաստանի վերաբերող հայցեր ներկայացրել են 7795 անձին, 2024 թվականին ԵՄ-ում Ապաստանի դիմում է ներկայացրել արդեն 5130 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն տեմպերը նվազել են, բայց ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել 2025 թվականի ցուցանիշներին։ 2025 թվականին այս միտումը զգալիորեն նվազել է եւ ԵՄ-ում Ապաստանի դիմում է ներկայացրել 3535 քաղաքացի ընդհանրապես։ Եվ եթե համադրենք այս թվական տվյալը իր նախորդի նշած փաստերի հետ, կնկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը այո, իր քաղաքացիների համար դարձել է գրավիչ պետություն, եւ մենք պիտի խնամքով պահպանենք այս ընկալումը եւ մոտեցումը մեր քաղաքացիների, եւ մեր քաղաքացիներն իրենց անվտանգության տեսանկյունից ապավինում են հենց Հայաստանի Հանրապետությունը։ Սա եւս կարևոր ընդգծում է, եւ կարծում եմ հենց այս քվերն են, որ Եվրոպական միության մեր գործընկերների թույլ են տալիս հավաստիանալու, որ ավելորդ պրոցեսներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գեներացնում Եվրոպական միության տարածքում եւ այո, կարող են ճամփորդել Եվրոպական միություն տարբեր նպատակների համար, նկատում եմ զբոսաշրջությունը, նկատում եմ գործնական այցելությունները, նկատում եմ ընտանեկան տարբեր միջոցառումները, որոնք կարող են լինել, բայց կայուն Եվրոպական միության տարածք մնալու մասով որևէ շոշափելի ռիսկ այս ժամանակահատվածում չեն գեներացրել, հակառակը 2016 թվականի համադրությամբ կարծում եմ կնկատեք, որ զգալիորեն նվազել են Եվրոպական միությունում ապաստան հայցելու դեպքերը եւ սա կրկին առաջին հերթին ուզում եմ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, հաստատված խաղաղության, ոլորտային տարբեր բարեփոխումների եւ երկրորդը այո, ես ուզում եմ նաեւ կրեդիտը տալ գործընկերներին, որ սա նաեւ Եվրոպական միությանը վերահսկված գործընկերության արդյունքն է, պարոն Լուկմերը նշեց տարբեր ուղղություններով մեր համագործակցության մասին։ Այդ բոլոր գործընթացները բնականաբար նպաստել են Հայաստանը շատ ավելի գրավիչ հանգրվան դարձնելու համար իր քաղաքացիների տեսանկյունից եւ մենք պիտի շարունակենք գնալ առաջ այս տրամաբանությամբ, ամրապնդել այն արդյունքները, որը Հայաստանի Հանրապետությունը ունի եւ ի վերջո հասնել այո մեր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի Եվրոպական միության հետ։ Եվ այն պնդումները, որոնք որ կան եւ հատկապես տարբեր քաղաքական նպատակներով շահարկվում են, ես ուզում եմ հավաստիացնել, որ անհնար է ուղղակի գտնել իրական այնպիսի մի փաստակ, որը կստիպի պես մտածելու, որ Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմը կարող է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք գեներացնել կամ որևէ ինչ-որ խնդիրներ գեներացնել։ Սա ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել եւ այդ բոլոր խոսակցությունները ուղղակի վստահ եմ, որ սրանով հանդես կդառնան առարկայազուրկ եւ ուղղակի կարիք չկա առանձին անդրադառնալու դրանց յուրաքանչյուր առաջարկությունների մասով բնականաբար առաջին փուլում, քանի որ գնահատվել են հիմնական բաղադրիչները, բնականաբար գործընկերները դրանց տեմպերը արագացնելու կամ դրանք ավելի նուրբ երանգներով տարբեր տեսանկյուններից նայելու մասով ունեն առաջարկներ նշած, որոնք վերաբերում են օրենսդրական դաշտին, որոնք վերաբերում են կազմակերպչական դաշտին, այսինքն ոչ մի նորություն չունենք առաջարկների տեսանկյունից, կարիք կա ուղղակի հետևողականորեն շարունակելու մեր աշխատանքները այս Յանա Կաչատուրյան, Հաջայինի ուսանելիցում, նշվեց